Ի սկզբանե հիշում եք ԿՊ-ն խոյ խոշորացված համայնքը միացրեց Էջմիածնին, քանի որ ուներ թեկնածուի խնդիր։ Այսինքն բավական երկար ժամանակ է ինչ ԿՊ-ն Էջմիածին ատամներով պահելու խնդիր էր լուծում։ Ընտրությանը մասնակից 31.500 քաղաքացիներից 15,000-ի ձայնը գնացել է իշխանությանը։ Ովքեր են ձայն տվել իշխանությանը։ Ձայն են տվել ԿՊ-ականները, որոշ փոքրաթիվ մարդիկ, որոնք հավատում են ԿՊ-ին կամ թեկնածուին, իսկ մեծամասամբ վարչական ռեսուրսը։ Թե նախընտրական շրջանում, թե ընտրությունների ժամանակ ԿՊ-ի հիմնական շեշտադրումը ոչ թե իրենց թեկնածուի լավ կողմերը գովաբանելու վրա էր, այլ մյուսներին վատաբանելը, ահռելի մեծ ռեսուրս են ծախսել դրա վրա։ Թիմ ընտրություններում վարչական ռեսուրսը կարող էր աշխատել անգամ Նիկոլի պարագայում, նրանից զզված լինելով հանդերձ, միևնույն է, ընտրատեղամաս գնացող պետական հիմնարկի աշխատողը գիտի, որ իր այս ձայնով երկրի իշխանություն չի փոխվելու, այն միայն քաղաքի իշխանություն կարող է փոխվել, ու դա նրան կաշկանդում էր, պատրաստ չէր գնալ ռիսկի։ 3 գիշերվանից ինքնագոհ գրառումներ էին արել նախարարները, մարզպետները, քաղաքապետերը ԿՊ-ական, որոնք 3 ամբողջ օրը վեր էին ընկել ԿՊ շտաբում։ Այս ընտրություններում հաղթել է մարզպետի պաշտոնը, հաղթել է նախարարի պաշտոնը, հաղթել է դպրոցի տնօրենի պաշտոնը, այն մանկապարտեզի տնօրենի պաշտոնն է հաղթել, որ ասում էր մինչև ժամը 2-ը գնացեք ընտրության ու ինձ զեկուցեք։ Իրենք են հաղթել այս ընտրություններում, հաղթել է վարչական ռեսուրսը։ Սա նշանակում է, որ վաղ եթե Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվի ու մեր երկրում լինի ոչ թե գյուղապետի, այլ համապետական ընտրություն, անգամ խորհրդարան չեն անցնի, 17 թվականի ընտրությունների հաղթած ուժը մի տարի հետո ազգային ժողով չմտավ։ Դա է լինելու ԿՊ-ի պարագայում ևս, իշխանությունից զրկվել է, այդպիսի բան է։ Չի կարող ընդամենը 1200-1500 հոգանոց հանրահավաք անես, այն էլ տարբեր տեղերից կցած կծմծած մարդկանցով, բայց հավաքես 48% ձայն։